Հաստատ աուտիզմ է։ Այսպես են մտածում շատ ծնողներ, երբ իրենց երեխան չի խոսում իր հասակի մյուս երեխաների նման։ Բայց դա ամենևին պարտադիր չէ։ Խոսքի ուշացումը կարող է ունենալ տասնյակ պատճառներ, որոնք կապված չեն աուտիզմի հետ։ Որոշ հիմնական տարբերություններ, որոնք կօգնեն քեզ տարբերակել նշված խնդիրները։ Խոսքի ուշացում ունեցող երեխան նորմայից ուշ է սկսում խոսել, բայց շփվում եւ հաղորդակցվում է։ Ունի աչքի կոնտակտ, նայում է աչքերի մեջ, ժպտում եւ արձագանքում է։ Մատով ցույց է տալիս, ցույց տալով պահանջում կամ հետաքրքրություն է ցուցաբերում իր շրջապատող առարկաների նկատմամբ։ Իսկ աուտիզմ ունեցող երեխայի խոսքի ուշացումը միայն մի մասն է ընդհանուր պատկերի։ Գոյություն ունեն նաև սոցիալական եւ հաղորդակցման առանձնահատկություններ։ Երեխան ունի աչքի կոնտակտ, չի նայում աչքերի մեջ, չի արձագանքում կամ մասամբ է արձագանքում իր անվանը։ Չի արտահայտում իր զգացմունքները սովորական ձևով՝ ժպիտով, հայացքով, ժեստով կամ շարժումով։ Իսկ խոսքը կարող է լինել մեխանիկական կամ կրկնվող։ Այսինքն խոսքի ուշացումը աուտիզմ չէ, բայց աուտիզմի դեպքում խոսքի ուշացումը կարող է լինել դրա բաղկացուցիչներից մեկը։ Դրա համար շատ կարևոր է ոչ թե վախենալ, այլ պարզել պատճառը։ Իսկ ինչ կարող ես անել դու։ Փորձիր պարզել, երեխան արձագանքում, կապ հաստատում է, հետաքրքրություն ցուցաբերում է շրջապատի նկատմամբ։ Խոսիր նրա հետ, ոչ թե նրա փոխարեն։ Բացառիր բոլոր տեսակի էկրանները եւ ամենակարևորը՝ ժամանակին դիմիր մասնագետի, լոգոպեդի եւ մանկական նյարդաբանի։